Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Բարի հանգստյան օրեր, օրհնյալ շաբաթ կիրակի բոլորիդ։ Լավ տրամադրություն, առողջություն և նախատոնական բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորիդ։ Թող ձեր օրը սկսվի աղոթքով և փառք տալով Տիրոջը։ Առաջվաները մի հիշեք ու հին բաները մտքներիդ մի բերեք։ Ահա ես նոր բան մը պտի ընեմ, որ հիմա պտի հայտնվի։ Միթե զանիկա պտի չգիտնաք, ես անապատի մեջ ալ ճամփա պտի բանամ, ու անջրտի երկրի մեջ գետեր պտի բխեցնեմ։ Զիս դաշտի գազանները, չաղկալներն ու ջայլամները պտի փառավորեն։ Վասնզի իմ ժողովրդիս, իմ ընտրյալներուս խմեցնելու համար, անապատի մեջ ջուրերը և անջրտի երկրի մեջ գետեր պտի տամ։ Ես այս ժողովուրդը ինձի համար ստեղծեցի, անոնք իմ զովությունս պիտի պատմեն։ Ամեն։ Կարդացի Եսայի 43 գլուխ 18 խոսքից մինչև 21-րդ խոսքը։ Բարի լույս իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բարի լույս թանկագիններս, բարի լույս իմ անուշիկներս, բարի լույս իմ հարազատ դարձած հետևորդներ ջան, աշխարհով մեկ սփռված հայեր ջան, որտեղ բարի լույս, որտեղ բարի օր, որտեղ էլ բարի երեկո, սիրով բոլորիդ մաղթում եմ բարի, ուրախ, օրհնյալ օր, իմ լավ հետևորդներ, բաժանորդներ, հարազատներ, սիրելիներս, ուզում եմ առաջին հերթին իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ։ Շնորհակալ եմ ձեզանից, անչափ անսահման։ Մենք մեկս մյուսին չճանաչելով դարձանք հարազատ, բարեկամ և մտերիմ մեկս մեկի հանդեպ։ Շնորհակալ եմ ձեր բարի գրառումների համար, շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, շնորհակալ եմ ալիքս հետևելու համար, շնորհակալ եմ բաժանորդագրվելու համար, շնորհակալ եմ լայքելու համար, ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Հարազատներս, իմ օնլայն հարթակի ընտանիք, սիրելիներս, իսկ հիմա արդեն կոֆեն պատրաստ է, ջուրը պատրաստ է, իհարկե մի մեծ վազ կոնֆետն էլ հետը, բայց այս կոնֆետներից չեմ օգտվելու, ուղղակի ուզեցա ասի մեր տանը կոնֆետ կա։ Սա էլ հումոր, նախատոնական տոներն են, սիրելիներս։ Ես ձեզ մաղթում եմ, ինչ անում եք, ինչ պատրաստում եք, ինչ գնում եք, ուրախությունով գնեք, ուրախությունով պատրաստեք, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա եթե դուք չեք դրել ձեր կոֆեն, դրեք, միասին խմենք, մի փոքր զրույցենք, նոր անցնենք գործին։ Առանց կոֆեի չենք կարող, ճիշտ է։ Եթե չենք էլ սիրում, բայց առավոտվա կոֆեն պարտադիր խմում ենք։ Ես այս վերջին շրջանում ձեզ հետ հաճույքով խմում եմ, առանց ձեզ չեմ խմում։ Ասեմ, որ միայն շաբաթ օրերն եմ առավոտյան հարսից հետ խմում և կիրակի օրերը, իսկ մնացած օրերը ձեզ հետ եմ խմում։ Իհարկե շաբաթ կիրակին էլ եմ ձեզ հետ խմում։ Ուզեցա ասել, որ մեզ նաև ընկերակցում է հարսս և որդիս։ Իմ լավ բարեկամներ, միշտ ուզում եմ ձեզ հետ առաջի բաժակը խմել և խմում եմ հաճույքով։ Դե եկեք միասին խմենք և զրուցենք։ Թող այս գալիք նոր տարին ուրախությամբ դիմավորենք և հին նոր տարին ուրախությամբ ճանապարհենք, իմ լավ բարեկամներ։ Մի քանի օր է մնացել գալիք նոր տարին։ Սիրելիներս, ասեմ, որ ես դեռ ոչինչ չեմ պատրաստում, 28-ից հետո կպատրաստեմ արդեն, ոչինչ չենք գնել,
Բայց արդեն մոտենում է, քանի օր է մնացել, մենք ոչինչ չենք գնել, ոչինչ, 2 օրում ես կհասցնեմ ամեն ինչ հարսից հետ պատրաստել, սիրում եմ թարմը, նույն օրը պատրաստել, այստեղ ոչ մի գնային փոփոխություն չի լինում, Հայաստանի նման թանկություններ չեն լինում, որ նախապատրաստվենք, իսկ դուք եթե նախապատրաստվում եք, ուրախ սրտով նախապատրաստվեք, թող ուրախություն բերի այդ գալիք նոր տարին մեր բոլորիս տները, սերմիություն, նորից եմ կրկնում, համերաշխություն, սիրենք մեկս մեկին, սիրելիներս, իմ լավ բարեկամները, ես ձեզ շատ եմ սիրում, դուք էլ երևի ինձ եք սիրում, իսկ հիմա սիրելիներս, ձեզ հետ բարևեցի, ձեզ խոսքը սրտի ասեցի, իսկ հիմա ինչ եփելու հարցը պետք է լուծենք, ամեն օր մտածում ենք ինչ եփենք, այսօր որոշել եմ պատրաստել իմ լավ բարեկամներ, տավարի մսով, մեր հողամասից հավաքած կանաչ մի քիչ էլ դեղնավուն ոլորով, որը դրել եմ սառցախցիկը, արդեն այսօր այս եմ որոշել, որ պատրաստեմ, իսկ հիմա անցնեմ խոհանոց, այսպես գեղեցիկ մազերս հավաքեմ, չեմ սիրում խոհանոցում թափված մազերով կանգնել, հիմա խոհանոցային գոգնոցս էլ կապեմ և գնանք միասին պատրաստենք համով մի անուշ ճաշ գարոխով, գնացինք սիրելի հետևորդներս, ես ձեզ ինձ հետ տանում ապուրի բաղադրիչներն են կանաչ ոլոր, կարտոֆիլ, ես նախօրոք բոլորը պատրաստել եմ, կետչուպ տնական, կես գազար եմ մանրացրել, չոր կանաչի ծիտրոն ռեհան և կարմիր պղպեղ, այստեղ էլ հիշում եք Viber-ից գնել ենք կաթսայի խուփը դնելու համար, նախօրոք կաթսայի մեջ դրել եմ մի կտոր կարագ, մանրացրել եմ սոխը, ավելացրել եմ կարագին, ինձ մոտ մեկ միջին չափսի սոխ է, հիմա սիրելի հետևորդներ ջան, կաթսայի բերանը բաց կթողնեմ մինչև սոխը կարմրի, սոխը արդեն տապակվել է, դարձել է ոսկեգույն, սոխի վրա ավելացնում եմ կարմիր աղացած քաղցր պղպեղ, ավելացնում եմ նաև տնական կետչուպ, տեսեք ինչքան լավ է ստացվել, աղջիկս է պատրաստել, բայց որոշել եմ այս տարի ես ինքս էլ պատրաստեմ, շատ համեղ է, անչափ, հիմա լավ կխառնեմ, կավելացնեմ չորացրած ռեհանը և ծիտրոնը, հիմա պետք է ավելացնեմ սոխ առածին մանրացրած կես գազարը, սոխ առածը խառնեմ և ավելացնեմ նախօրոք լվացած մանր կտրտած կարտոֆիլները, մի քիչ կրակը իջեցնեմ, կարտոֆիլը խառնեմ, մի փոքր մսաջուր եմ ավելացնելու, ասեմ, որ միսը նախօրոք եփել եմ, փրփուրը հավաքել եմ, աղ եմ գցել և մսաջուրը քամել եմ, հիմա մի փոքր մսաջուր կավելացնեմ կարտոֆիլին, կարտոֆիլի վրա կավելացնեմ մսի կտորները,
Շատ ընտիր, յուղոտ, համ ոսկորոտ միս է, համ էլ փափուկ երեխաների համար անպայման պետք է առանձին իրենց համար առանց յուղի փափուկ կտոր դնեմ։ Ճաշին կլցնեմ մսաջուրը և կթողնեմ, որ կիսայեպ դառնա, նոր կավելացնեմ արդեն կանաչ ոլորը։ Ճաշը արդեն համարյա պատրաստ է, ավելացնում եմ կանաչ ոլորը, որը հանել էի սառցախցիկից, լավ լվացել եմ, տեսեք ինչ լավ հատիկները պահպանվել են։ Հիմա ավելացնում եմ ընդհանուր ճաշին։ Կացայի բերանը կծածկեմ, կթողնեմ, որ լավ եփվի, կհանդիպենք։ Կհամտեսեմ աղը, տեսնեմ, եթե պակաս լինի, կավելացնեմ։ Մի փոքր կավելացնեմ, աղի կարիք ունի։ Բավական է։ Հիմա կավելացնեմ նաև թարմը, մանրացրած համեմը և սամիթը։ Կխառնեմ, սիրելի հետևորդներ ջան, բերանը կծածկեմ կացայի, թող համեմվեն բոլոր բաղադրիչները իրար։ Արդեն պատրաստ է, սիրելի հետևորդներ ջան, ապուրը գարոխով, թարմը տավարի մսով։ Տեսնում եք ինչ լավ գեղեցիկ գույն ունի, անուշաբույր հագեցնող ձմռան եղանակին համահունչ ապուր պատրաստեցի։ Սիրելիներս, մեր խոհանոցում շատ անուշ ճաշի բույր է տարածվել։ Իսկ հիմա անջատեմ ճաշը և գնամ, ուզում եմ պատրաստել աղցան, գնանք միասին պատրաստենք նաև աղցան։ Բաղադրիչներն են աղցանի, կաղամբ, ես որ տոլմա է պատրաստել, տերևները տոլմա պատրաստեցի, միջին մասը հիմա աղցան եմ անելու, 3 հատ էլ գյազար է, 4 հատ վարունգ, մի փունջ խառը կանաչի սամիտ համեմ և մաղադանան, աղ, սև պղպեղ, բուսայուղ, բալզամический քացախ և սովորական քացախ։ Իսկ հիմա կաղամբը սկսենք շերտատել։ Սիրելիներս, պատրաստում եմ կաղամբով շատ հասարակ, բայց միևնույն ժամանակ շատ համեղ վիտամիններով հարուստ աղցան։ Հիմա կշերտատեմ, շերտատում ենք ոչ շատ հաստ, ոչ էլ բարակ։ Սիրելի հետևորդներ ջան, սառնարանը մաքրելուց ասեցի տոլման, որ փաթաթել էի, կաղամբի միջուկը մնացել էր, տեսա կաղամբը կա, գյազարը կա, թարմը կանաչին, վարունգը, որոշեցի ինչու չէ, որ ճաշի հետ, ապուրի հետ գարոխով շատ կսազի այս աղցանը, համ հեշտ, հասարակ և վիտամիններով հարուստ աղցանը։ Հիմա բոլոր կաղամբը կշերտատեմ, հետո նոր կանցնեմ արդեն գյազարին։ Մնացածը կադրից դուրս արդեն կշերտատեմ։
Սիրելիներիս, կադրից դուրս կաղամբը վերջացրեցի, գյազարը քերիչով անցկացնում եմ, նաև գյազարի մեկ հատը ձողական նման երկար կտրտել եմ, հիմա էլ արդեն վերջացնում եմ քերել գյազարը, կադրից դուրս եմ բոլոր գործողությունները արել, որպեսզի ձեզ չձանձրացնեմ։ Գյազարն էլ վերջացրեցի, այստեղ մի փոքր կտոր մնացել է, վերջին մասը վախեցա քերիչով անեմ, մատներս չվնասեմ, այդ մի կտորն էլ փորձեմ, տեսնեմ համեղ է, այո, շատ քաղցր ջրալի գյազար։ Հերթը հասավ վարունգին, վարունգն էլ 2.5 եմ արել, այսպես ուղիղ կտրտում եմ, շատ մանր չեմ անում, իսկ մի կեսն էլ ցույց եմ տալի, կարող ենք նայել, կիսել, նորից այսպես մանրացնել, շատ մանրը այս աղցանին չի սազում, պետք է ատամի տակ համը զգանք վարունգի, ասեմ այս բաղադրիչները բոլորը ես եմ հորինել, սառնարան ինչ կար հանել եմ, անգամ ուզեցա լոլիկ էլ կտրատել, մեկ հատ կար, բայց որոշեցի ոչ, թող մնա, վարունգը ավելի համեղ կլինի, այսպես վարունգն էլ կավելացնեմ, սիրելիներս, հերթով կարգով ցույց եմ տալի, վարունգն էլ կադրից դուրս են երկու հատն էլ արդեն կտրտեմ առանց ձեզ, հերթը հասավ արդեն կանաչիներին ինձ մոտ, սա միթե, համեմ և մաղադանոս, հիմա որքան հնարավոր է մանր կտրատեմ և կավելացնեմ բոլոր կտրատած բաղադրիչների վրա։ Վերջացրեցի նաև կտրտել կանաչին, հիմա սկսում ենք սիրելի հետևորդներ ջան համեմել համեմունքներով, լցնում եմ աղ, սև աղացած պղպեղ, ոնց որ մեջը չկա քիչ է, չեմ նկատել որ չունենք, ոչինչ կասեմ որդիս կառնի, չեմ նկատել, ինչքան կա երևի բավական է, բուսայուղ, ինձ մոտ սիրելիներս սովորական արևածաղկի բուսայուղ է, ավելացնում եմ նաև բալզամիչսկի քացախ, լցնելու եմ 2 ճաշի լավ գթալ, 2 ճաշի գթալը բավական է այսքան կաղամի և գյազարի համար, ավելացնում եմ նաև 9%-անոց սովորական քացախ, բավական է 1 ճաշի գթալը, հիմա գթալները հանեմ և ձեռքով լավ տրորեմ, որպեսզի բոլոր բաղադրիչները համեմվեն իրար, հիմա լավ աղցանը խառնելուց հետո կհամտեսեմ սիրելիներս, տեսնեմ ինչն է պակաս, որ ավելացնեմ, այս աղցանին պակաս է միայն շաքարավազ, կավելացնեմ թեյ գթալու կես շաքարավազ, 3 գթալ այս փոքր գթալով եմ լցնում և չափել եմ, 3-ը միասին գթալու կես է թեյի, հիմա ավելացնում եմ նաև բուսայուղ, այս կաղամբով աղցանը շատ բուսայուղ է սիրում, ինձ մոտ ասեցի արևածաղկի բուսայուղ է, հիմա նորից այսպես, նորից կխառնեմ, մի լավ նոր կլցնեմ արդեն
աղցան ամանի մեջ։ Աղցանը արդեն պատրաստ է, սիրելիներս, լցնում եմ աղցան ամանի մեջ։ Ասեմ, որ ստացվեց շատ համեղ, գունեղ, գեղեցիկ աղցան։ Այս աղցանը կաղամբով, սիրելիներս, հաջորդ օրը ավելի համեղ է լինում, բոլոր բաղադրիչները համեմվում են իրար համեմունքներով և իրենից ոնց որ ջուր դուրս տա փափկի, ավելի համեղ է լինում։ Խնդրեմ, տեսեք ինչքան լավ ստացվեց, հեշտ, պարզ և հասարակ։ Բարեկամներս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեցի, վերջացրեցի կանաչ ոլորով համեղ ապուրը, նաև պատրաստեցի ապուրի հետ մեկտեղ կաղամբով թարմը, վարունգով, գյազարով, թարմը կանաչիներով համեղ աղցան։ Աղցանի բաղադրիչները շատ մատչելի են, հասանելի բոլորին, նաև ստացվում է այդ մատչելի բաղադրիչներով շատ համեղ աղցան, կարող եք պատրաստել և վայելել։ Շնորհակալ եմ բոլորիցդ, սիրելիներս, որ դիտեցիք հոլովակը մինչև վերջ, շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք, շնորհակալ եմ, որ հետևում եք, շնորհակալ եմ, որ ջերմ խոսքեր եք գրում, որ դուք բարի եք, կամեցող և ջերմ եք բոլորի նկատմամբ, իմ լավ բարեկամներ, ովքեր չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք հոլովակը և սեղմեք զանգակկոճակը, ինչպես միշտ մի գեղեցիկ գրառում։ Ձեր բոլոր գրառումների համար անչափ շնորհակալ եմ։ Եղեք միշտ այդպես բարի, ստեսություն, մինչ նոր հոլովակ, բոլորիդ գալիք նոր տարին շնորհավոր լինի, ուրախ նոր տարի բոլորիս, մնացեք խաղաղությամբ, սիրով ձեր տիկին Մարինեն։